Բարև ձեզ հարգելի ժողովուրդ, բժշկությունը մնում է ուժի մեջ եւ այսօր մի հատ շատ կարեւոր հարցի եմ ուզում անդրադառնալ, որ պացիենտները հաճախ տալիս են եւ իրանց թվում է թե դեղերը երկար որ խմում են, առաջանում է կախվածություն, Իհարկե կախվածություն առաջանում է դեղերից, բայց դրանք հիմնականում նարկոտիկներն են, որոնք բժիշկների 99%-ը չեն նշանակում։ Նարկոտիկները, նարկոտիկ դեղերը, ցավազրկողները նշանակվում են խիստ հազվադեպ, խիստ որոշակի դեպքերում եւ դրանք դեպքերի հիմնական մասին չեն վերաբերվում։ Կախվածություն իրականում կախվածություն առաջանում է կենցաղային առօրյայում օգտագործվող օրինակ ալկոհոլից։ Ահա կախվածության համար դարդանողին պացիենտներ, հիվանդներ եւ հիվանդների հարազատներ։ Եթե կախվածության մասին եք մտածում, ապա ալկոհոլի օգտագործումը իմացեք կախվածություն է առաջացնում։ Սիգարետի օգտագործումը կախվածություն է առաջացնում։ Երբեմն որոշակի առումով սուրճի օգտագործումը կարող որոշակի առումով մարդկանց մոտ կախվածություն առաջացնել, բայց ոչ այդքան արտահայտված։ Հիմա, այսինքն կենցաղում կան նյութեր, որոնք կախվածություն են առաջացնում։ Բժշկության մեջ, թերապիայում մեր նշանակած բուժումները գրեթե երբեք կախվածություն չեն առաջացնում։ Բայց ինչի մասին է խոսքը։ Խոսքը հետևյալի մասին է։ Մարդիկ վերցնում են ինչ-որ դեղ, ստանում են ինչ-որ բուժում, հետո ինքնագլուխ բուժումը դադարեցնում են։ Եւ այդ դեղը դադարեցնելու վրա ինչա տեղի ունենում, մարդը վատանում է։ Կամ սիմպտոմներն են հետ գալիս, կամ ինչ-որ նոր սիմպտոմներ են ի հայտ գալի։ Արդյունքում ասում է, ահա, այս դեղից արդեն ես կախվածություն ունեմ։ Ուզած պետք է ես դեղը խմեմ, որ չվատանամ։ Սա էլ պետք է մեկնաբանել երկու տարբեր ձևով։ Առաջին, ավելի պարզ ձև, թե ինչու են ոչ կախվածությունը, մարդիկ կարծում, թե կախվածությունը։ Ենթադրենք մարդը զարկերակային ճնշումով հիվանդ է։ Տարիներ շարունակ ստանում է զարկերակային բարձր ճնշումով հիվանդ է եւ այսինքն էսենցիալ հիպերտենզիա է մոտ եւ ինքը ստանում է ճնշման դեղեր։ Պարզ է, չէ, որ օրը ճնշման դեղերը դադարեցնի, այդ օրը ճնշումը հետ է գալի։ Արդյոք սա նշանակում է, որ մարդը կախվածություն է ձեռք բերել ճնշման դեղերից։ Ոչ, սա նշանակում է, որ իրանք ունեն քրոնիկ հիվանդություն, որը առանց դեղերի գլուխ է բարձրացնելու։ Կամ մարդը շաքարային դիաբետով հիվանդ է։ Ասում է, չէ, ես վախենում եմ ինսուլին ստանամ, որովհետև ինսուլին հենց ստանամ, հետո առանց ինսուլինի էլ չեմ կարա։ Չէ, այստեղ պետք է թարգմանել։ Իրականում դուք sense տնեք առանց ինսուլինի, եթե բանը հասել է, հա, նրան որ պետք է արդեն մարդը ինսուլին ստանա, այսպես թե այնպես առանց ինսուլինի վատ եք եւ ենթադրենք ձեզ արդեն իսկ ցուցված է ինսուլինային բուժում։ Հետագայում, երբ որ դուք ինսուլինը դադարեցնում եք, նորից հետա գալի այն հիվանդությունը, որը ձեզ մոտ ի սկզբանե կա։ Դա ոչ թե նշանակում է կախվածությունը առաջացել ինսուլինից, մի անգամ ձեռս տվել արդեն պիտի խաղաս, ոչ, դա նշանակում է, որ ձեր օրգանիզմի վիճակը այլևս այդպիսինն է։ Կամ դուք կստանաք այդ դեղը ու լավ կզգաք ձեզ, կամ չեք ստանա այդ դեղը ու վատ կզգաք ձեզ։ Դա չի նշանակում, որ դուք ունեք ինսուլինից կախվածություն։ Ահա սա մի ուրեմն բացատրություն, թե շփոթմունքով ինչպես է մարդկանց մոտ կեքս տպավորություն ստեղծում, թե իրանք դեղից կախվածություն ունեն։ Դուք դեղից, օրինակ իմ թվարկած ճնշման բուժումն է քրոնիկ հիվանդությունների դեղերը։ Քրոնիկ հիվանդությունների ժամանակ նշանակվող դեղերը կախվածություն չեն առաջացնում, այլ ձեր օրգանիզմն է, որ այլևս այդ դեղերի հիվանդ է լինելու։ Չի լինի առանց այդ դեղերը։ Սա մի տարբերակ։ Մյուս տարբերակը, որ ավելի հետաքրքիր է, որի համար էլ վերնագրել եմ բժիշկը որպես օդաչու։ Ինչի մասին է խոսքը։ Տեսեք, դեղեր կան, որոնք կարելի է մի անգամից սկսել եւ մի անգամից դադարեցնել։ Բոլոր բուժումները այդ դեղերով, օրինակ, հակամիկրոբային դեղերով, հակաբիոտիկներով բուժումները ոնց են արվում։ Այսօր սկսում է բուժումը 7 օրից դադարեցվում է, 10-15 օրից դադարեցվում է։ Հա? Այս դեղերը մի օր սկսում են, մի օր ավարտում են, ավելին ընթացքում ոչ մի օր չի կարելի ընդմիջում տալ, որովհետև ընդմիջում տալը կտրուկ ազդում է բուժման արդյունավետության վրա։ Ցավազրկող դեղերը տալիս են, երբ որ ցավում է։ Այսօր սկսում են, կարող է մի քանի օր խմեն, հետո դադարեցնեն։ Մի օր սկսում են, մի օր էլ դադարեցնում են։ Ցավազրկող դեղեր։ Էլի տես դեղեր կան, որ մի օր սկսում են, մի օր էլ դադարեցնում են։ Սրանք հիմնականում կարճ կուրսային դեղերն են։ Բայց դեղեր կան, որոնք մի օր սկսելով հանդերձ, սկսելու դեպքում, էլ չես կարա դու տենց մի օրում դադարեցնես։ Պետք է դադարեցնես աստիճանաբար։ Այստեղ է սկսում, որ բժիշկը դառնում է օդաչու, այսինքն նա պիտի վայրեջք կատարի։
Ամենատարածված դեղերից, որ գաստրոենտերոլոգիայում նշանակում է օմեպրազոլը, պանտոպրազոլը, չգիտեմ, ռաբեպրազոլը, նոլպազակոնտրոլոգ, չգիտեմ, ինչ անուններով գիտեք։ Մի խոսքով, թթվայնության վրա ազդող դեղերը։ Ինչ են անում այս դեղերը մի օրում սկսում ես, բայց դադարեցումը արդեն պետք է աստիճանաբար անես, որպեսզի օրգանիզմը, մարսողական համակարգը, տվյալ դեպքում ստամոքսի թթվարտադրությունը եւ այդ թթվարտադրության նկատմամբ, օրինակ կերակրափողի լորձաթաղանթի զգայունությունը adekvat ձևով, ներդաշնակ ձևով, այսպես իրար հարմարվեն եւ մի օրում կտրուկ սկսելով դեղը, մի օրում կտրուկ չես դադարեցնում։ Այն հիվանդները, ովքեր օրինակ ժողովրդական բառապաշարով ասեմ, ժոգի համար բուժում են ստանում, այրոցների համար բուժում են ստանում։ Ապա այրոցների համար դեղերը մի օրում դադարեցրիք, այրոցը վերսկսվելու է։ Ուզում ես որպեսզի այրոցը չվերսկսվի, դեղերը պետք է դադարեցնել աստիճանաբար։ Սա նշանակում է ոչ թե դուք կախվածություն եք ձեռք բերել դեղից, սա նշանակում է դուք անգրագետ ձևով եք բուժումը դադարեցնում։ Դրա համար այրոցը վերսկսում է։ Իսկ ով պիտի իմանա գրագետ ինչպես դադարեցնել, ձեր բժիշկը, որովհետև այնպես չի, որ բոլոր հիվանդներին նույնությամբ են վայրեջք անում։ Ամեն հիվանդ, ամեն դեղաչափ ունի առանձնահատկություն։ Եվ այդ առանձնահատկությունից ելնելով վայրեջքը, այդ օդաչուի օպերացիան իրականացվում է տարբեր ձև։ Մեկի մոտ մի շաբաթում կդադարեցնես, մեկի մոտ մի ամսում կդադարեցնես։ Մեկի մոտ կդադարեցնես ամբողջական, մյուսի մոտ դեղաչափը կկրճատես, կկիսատես եւ այդպես էլ կպահես տևական ժամանակ։ Սա արդեն անհատական առանձնահատկությունների տվյալ կլինիկական իրավիճակից ելնելով որոշում է, որը կայացնում է բժիշկը եւ որպես օդաչու բուժման ընթացքը դադարեցնում է աստիճանաբար վայրեջք անելով։ Էսի մի տարբերակ։ Մյուս տարբերակը, երբ որ դեղերը նույնիսկ սկսում ենք մենք աստիճանաբար, էլի օդաչուի օպերացիա է։ Այսինքն ինչպես թռիչքը աստիճանաբար բարձրացնում ես դեղաչափերը, որոշակի ժամանակահատվածում դա կարող լինի օրեր կամ շաբաթներ, օրինակ պրեգաբալինի դեպքում 3 օրը մեկ դոզա ես բարձրացնում, չգիտեմ, բայց դեղեր կարող է լինել, որ դոզան բարձրացնես, ենթադրենք 15 օրը մեկ, տարբեր դեղեր, տարբեր, հատկապես նեյրոմոդուլյատորները, որ նյարդային համակարգի վրա են ազդում, կտրուկ մի օրում ամբողջական դոզան 10 կունենաս կողմնակի ազդեցություններ։ Եվ դրա համար կողմնակի ազդեցություններից խուսափելու համար դեղաչափը տալիս ես աստիճանաբար բարձրացնում, հասնում ես քո ուզած բուժական մակարդակին, այնուհետև որոշակի ժամանակ դա կարող լինի շաբաթներ, ամիսներ, նույնիսկ տարիներ, որոշակի շաբաթ ժամանակահատված օգտագործելուց հետո աստիճանաբար դեղաչափերը կրճատում ես, էլի կարող է աստիճանաբար դեղաչափերը կրճատես մի ամսում, կարող է 6 ամսում, այսինքն վայրեջքը կարող է տևի 1 ամիս, կարող է տևի 6 ամիս։ Եթե հիվանդները ինքնագլուխ դադարեցնում են բուժումը, ապա ի հայտ է գալիս տհաճ զգացումներ, երևույթներ կամ նախկինում եղած հիվանդագին նշանները։ Սա նշանակում է ոչ թե կախվածություն դեղամիջոցից, սա նշանակում է սխալ անգրագետ ձևով դեղորայքի սկիզբ եւ ավարտ։ Միշտ պետք է ստեղ բժշկի գրագետ պլանավորումը, բուժման սկզբի եւ ավարտի գրագետ պլանավորումը անհրաժեշտ։ Երբեմն փորձի միջոցով, այսինքն չես կարող հստակ միանշանակ ասել տվյալ օրգանիզմի ինչպես կարձագանքի եւ միգուցե ցածր դոզաներից սկսես փորձել։ Կողմնակի էֆեկտներով առաջնորդվեց։ Նույնը դադարեցնելուց միգուցե այսպես հստակ միանշանակ չկա տարբերակ, ճիշտը սենց է եւ վերջ, էլի փորձի միջոցով տվյալ պացիենտի դեպքում փորձես հասկանալ թե ոնց դադարեցնես բուժումը։ Այսպիսով դեղերի 99%-ը, որ նշանակվում է թերապևտների կողմից, դրանք կախվածություն չեն առաջացնում։ Դրանք ուղղակի նշանակելու եւ այդ դեղը հանելու ձև ունեն, ամեն մեկը իր ուրույն ձևը։ Ցավազրկողները կրկնում եմ, հակաբիոտիկները, այո, մի օրում սկսում, մի օրում դադարեցնում են, բայց դա չի նշանակում, որ այս օրինաչափությունը տարածվում է մնացած բոլոր դեղերի վրա եւ ցանկացած մեկը իր հայեցողությամբ կարա մի օր որոշի ու դեղերը դադարեցնի։
Երկար տարիներ ես իմ դեղատոմսերում նշել եմ, որ չի կարելի դեղը դադարեցնել։ Ամենախիստ, ամենակոպիտ, երբեմն ավելի նուրբ ձևերով նշել եմ, որ դեղերը չի կարելի դադարեցնել։ Արդյունքում տարիների ընթացքում արդեն գրեթե չկան, հազվադեպ են լինում պացիենտներ, հազվադեպ չէ, երբեմն լինում են պացիենտներ, որոնք դեղերը այնուամենայնիվ դադարեցնում են։ Ինչու՞։ Հիմնականում պատճառը հետևյալն է։ Երբ որ դու դեղերը գրել ես օրինակ 3 ամսով կամ ասել ես, որ պետք է մի ամիս, 2 ամիս բուժում ստանա, պացիենտը 15-20 օր հետո իրան լավ ազգում, դե ասում է հերիք է էլի։ Ինքն իրանով որոշում է, որ եթե լավ ազգում, ուրեմն հերիք է։ Իրականում այդպես չի։ Բուժումը նշանակելուց, եթե հասար դրական արդյունքի, այդ արդյունքը դեռ պետք է ամրապնդել։ Իսկ ամրապնդելու վրա, այսինքն դրական արդյունքի համար դու կարող ես 15-20 օրում արձանագրել էֆեկտ, լավ արդյունք կամ չգիտեմ լավացում, սիմպտոմներից ազատում, կարող է դու հասնես 20 օրվա ընթացքում, բայց այդ արդյունքը ամրապնդելու համար միգուցե քեզ պահանջվի եւս 6 ամիս։ Եվս 6 ամիս բուժում, որ այդ 20 օրում արձանագրած էֆեկտը կարողանաս արմատավորել, հիմնավորել, կայուն արդյունք դարձնել։ Իսկ պացիենտները դա չեն ուզում։ Ինչ է, դե կեսից արդեն լավ ասում հերիք է, չեմ խմի։ Հերիք է։ Չի կարելի այդպես վարվել։ Դա կտրուկ ազդում է բուժման կայուն արդյունքի վրա։ Կտրուկ ազդում է եւ իհարկե գալի բացասական էֆեկտներ։ Թերևս այսքանն էի ուզում այս թեմայով ներկայացնել, առաջիկայում էլի հանդես կգամ կներկայացնեմ բուժման առանձնահատկությունները եւ պացիենտների անտեղյակությունը այդ հարցերում։ Ժողովուրդ ջան, դեղերը ընդունեք այնպես, ինչպես ձեզ նշանակել են։ Օրինակ, ես նշանակում եմ 30 օր եւ ավել, լավ, ես մի կարգն էլ ասեմ, բժիշկը ամենաշատը, որ կարա նշանակի, 6 ամսվա բուժումն է։ Այսինքն մի հանդիպման ժամանակ կարա 6 ամսվա բուժում նշանակի։ Նու, այդպես կարելի է։ Բայց ես չեմ կարող օրինակ ձեզ 6 ամսով, թե 6 ամսվա բուժում պիտի անենք, ես չեմ կարող այսօր գրել եւ էլ ձեր երեսը չտենալ ինչ ուզում է լինի, որտեվ այդ դեղից կարա կողմնակի ազդեցություններ լինի, ալերգիկ ռեակցիաներ կարա լինի, չգիտեմ, ինչ որ այլ դեղեր զուգահեռ օգտագործեք անցանկալի արդյունքներ լինի։ Միշտ պետք է պացիենտի հետ կոնտակտի կապի մեջ լինես։ Ես այդպես եմ գտնում, Ամերիկայում տենց չի, արտասահմանումը տենց չի։ Արտասահմանում բժիշկը այդքան հավես չունի, այսպես ասած։ Ոնց ենք մենք անում։ Պացիենտի հետ պետք է կոնտակտի մեջ լինես, որպեսզի պացիենտը ասի ամեն ինչ լավ է, ընդհանրում ասես դե շարունակի։ Դրա համար գրում ենք, ասենք, բուժումը 30 օրով, 15-20 օրը մեկ պացիենտի հետ հեռախոսով կոնտակտի ենք լինում, իմանում ենք ամեն ինչ լավ է, ասում ենք շարունակի, կամ ինչ որ բան է, ինչի ասում ենք ինչ անի։ Պացիենտներին թվում է, երբ որ ասում ես 15 օր հետո զանգի եւ ներկայացնու վիճակը, թվում է թե դու իրեն 15 օրվա բուժում ես գրել։ Թեև ընդ թղթի վրա գրած է 30 օր եւ ավել։ Իմ մոտ տենց է իմ դեպքում։ Բայց պացիենտը 15 օր հետո այդ զանգելու օրին ասում է դե այսօր զանգելու օրն է, ես էլի լավ եմ զգում, էլ ոչ զանգում է, ոչ է դեղերն է շարունակում։ Արդյունքում ինչ ես ունենում, դեղի ընդհատում, այն հին երևույթների վերսկսում, այսինքն ախտաբանական սիմպտոմների վերսկսում, պացիենտի դժգոհություն ստիպված զանգում է, ասում է լավ չեմ, դեղերը դադարեցրել եմ, կամ դեղերը վերջացել է, ասում է, այսինքն ոնց վերջացրել, դե վերջացրել էր, ասում է, այսքան է առնել, կամ է պրծել եմ։ Ասում դե խաբարարել, գալ մի երկու հատ առնեի, էլի, եթե այդպես զբաղված էր, ես պետք է գամ վազվզեմ, քո համար դեղ առնեմ։ Դեղերը առեք, պահեք տանը։ Ճիշտ է, առաջի բուժումը, սկիզբը, այդքան պետք չի շատ առնել, հա, որովհետև միգուցե ալերգիա է առաջանում այդ դեղից։ Բայց եթե մի քանի օր բուժվում ես, դեռ մեծ ալերգիա բան չկա, առանձնակի կողմնակի էֆեկտներ չկան, հենց կարես ամսով քո դեղը առնես։ Նամանավանդ եթե բուժումը քեզ նշանակում է մի քանի ամիս։ Մի խոսքով, այսքանն էի ուզում ասել, դեղերը սկսելու եւ ավարտելու կարգ գոյություն ունի, հարգելի ժողովուրդ, հարգելի պացիենտներ, դեղերը 99% դեպքերում կախվածություն չեն առաջացնում եւ այդ կեղծ կախվածության տպավորությունը այն դեղերի հետ է կապված, որոնք դուք սխալմամբ առանց բժշկի ցուցման եւ առանց բժշկի ուղղորդման վերցնում եւ դադարեցնում եք։ Այդ դեպքում լինում են կողմնակի էֆեկտներ, որոնք ոչ թե կախվածության նշան են, այլ դրանք ու սխալ դադարեցման նշան են, ցուցիչ են։ Իսկ կախվածություն առաջացնում են միմիայն նարկոտիկները, թմրամիջոց հանդիսացող ցավազրկողները, երևի թե միայն իրանք ուրիշ կախվածության առաջացնող դեղ մտքովս չի անցնում։ Իսկ այդպիսի դեղեր սովորական թերապևտները, սովորական բժիշկները չեն նշանակում, հազվադեպ դա նշանակվում է հատուկ ընթացակարգով։
Նու թերևս այսքանը։ Շնորհակալություն ուշադրության համար, առողջություն ձեզ, միշտ նոր հանդիպում։